Ձեր փաստաբանը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է աշխատաշոկայում երեխաների ներգրավվածության իրավական կարգավորումներին։ Այս թեմայի շուրջ քննարկելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ, երեխաների իրավունքների հարցերով փորձագետ Նարինե Ալեքսանյանին։ Բարև ձեզ, Տիկին Ալեքսանյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Տիկին Ալեքսանյան, որն է երեխաների աշխատելու նվազագույն տարիքը եւ ինչ ասել է երեխաների աշխատանքային իրավունք։ Հայաստանի օրենսդրության համաձայն 18 տարեկան չլրացած ցանկացած անձ ունի իր զարգացման առանձնահատկություններին, տարիքին եւ ունակություններին համապատասխան աշխատելու իրավունք։ Սակայն երեխաները կարող են ներգրավել միայն այնպիսի աշխատանքներում, որոնք չեն վնասում նրանց առողջությունը, բարոյականությունը, չեն վնասում նրանց անվտանգությունը, ինչպես նաեւ չեն խանգարում նրանց պարտադիր կրթությանը։ Շատ կարեւոր է տարանջատել թույլատրելի աշխատանք հասկացությունը եւ երեխաների համար արգելված վնասակար աշխատանք հասկացությունը որպես երևույթ։ Ինչպես նշվեց, այնպիսի աշխատանքներում միայն կարող են երեխաները ներգրավել, որոնք չեն ազդում նրանց զարգացման վրա, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից, չեն վտանգում նրանց առողջությունը եւ ընդհանուր առմամբ չեն խոչընդոտում պարտադիր կրթությանը։ Սա շատ կարևոր տարանջատում է, որովհետև մենք պետք է հասկանանք, որ կան թույլատրելի աշխատանքներ եւ կան աշխատանքներ, որոնք թույլատրելի չեն։ Առավել եւս, եթե աշխատանքը վնասակար է եւ վտանգավոր է երեխայի առողջության համար, զարգացման համար, ապա գործատուն նման աշխատանքներում երեխաների ներգրավելու դեպքում կարող է որպես հետևանք ունենալ վարչական պատասխանատվություն, իսկ եթե շահագործման տարեր կան այդ աշխատանքում, ապա նաև քրեական պատասխանատվություն։ Մենք դրանց դեռ կանդրադառնանք, այսպեսի մի հարց, Տիկին Ալեքսանյան, այսինքն մենք կարող ենք ասել, որ աշխատանքներ կան, որտեղ երեխաների մուտքը արգելված է որպես այդպիսին, որպես աշխատաշուկա, եւ աշխատանքներ կան, որոնք թույլատրելի են երեխաների համար։ Եթե կարելի է ներկայացրեք, որոնք են դրանք։ Այո, աշխատանքային օրենսդրությունը սահմանում է հետևյալ տարանջատումը ըստ տարիքային առանձնահատկությունների, մինչև 14 տարեկան երեխաները կարող են ընդգրկվել բացառապես ստեղծագործական բնույթի աշխատանքներում, ինչպիսիք են ռադիո, հեռուստաընկերություն, կինեմատոգրաֆիա, կրկես, թատրոն եւ այլն։ 14-ից 16 տարեկանների համար սահմանված է, որ նրանք կարող են կատարել բացառապես ժամանակավոր բնույթ կրող աշխատանքներ եւ նրանց հետ չի կարող կնքվել մշտական աշխատանքային պայմանագիր, եւ 16-ից 18 տարեկանները ավելի լայն սպեկտրում կարող են ընդգրկված լինել, սակայն պետք է անպայմանորեն օրենսդրորեն սահմանված երաշխիքները պահպանվեն, որոնց մասին մենք հաջորդիվ կխոսենք ավելի մանրամասն, եւ օրենսդրությունը սահմանում է արգելված աշխատանքներ, որոնցում ընդհանրապես չի կարելի երեխաներին ներգրավել, օրինակ թմրամիջոցների, ծխախոտի, հոգեներգործուն միջոցների գովազդման աշխատանքներին եւ ներգրավելը երեխաներին միանգամայն արգելված է եւ պետք է կարևոր է հասկանալ, որ այդ բնույթի աշխատանքներում ընդհանրապես երեխաներին չի կարելի ներգրավել, ներառյալ նաև մոլեխաղերի կազմակերպման եւ գովազդման հետ կապված, այսինքն նմանատիպ աշխատանքներում չի կարելի երեխաներին ներգրավել։ Երևի նաև գրավիչ դարձնել ինչ-որ ձևով քարոզելով, չգիտեմ, գայթակղելով երեխաներին, չէ, որովհետեւ եթե իհարկե երեխաները այն տարիքում են, հիմնականում մինչև 18 տարեկան, որտեղ որ նրանց կողմնորոշելը երբեմն դժվար է հենց իրենց համար, սակայն երեխաներ կան, որտեղ հստակ է տարանջատել, որ թմրամոլության հետ կապված ինչ-որ աշխատանքներում թեկուզ գովազդային, նրանք հստակ գիտեն, որ ոչ, բայց երեխաներ կան, որ կարող է գայթակղության ենթարկվեն ինչ-որ գումարի դիմաց եւ կարծում եմ, այստեղ քարոզչական աշխատանքն էլ պետք է հստակ լինի եւ արգելված լինի։ Շատ կարեւոր է դուք երաշխիքների մասին խոսեցիք, այ աշխատանքային օրենսգիրքը ինչքանով է պաշտպանում երեխաներին որպես հատուկ պաշտպանության ենթակա խմբի ներկայացուցիչներ եւ որոնք են այդ երաշխիքները, արդյոք այդ պաշտպանության երաշխիքները իսկապես ուժեղ են։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում ընդունվել նոր օրենք է ընդունվել երեխաների իրավունքների պաշտպանության, որը ավելի դեկլարատիվ բնույթից ավելի մեխանիզմահեն է այսպես դարձել, բայց կարող ենք ասել, որ թե աշխատանքային օրենսգիրքը մասնավորապես, թե փոփոխված կամ նոր օրենսդրությունը ավելի նպաստավոր է այս իմաստով։
Նոր օրենքը որոշակի նոր դրույթներ պարունակում է երեխաների աշխատանքային իրավունքների հետ կապված, սակայն բացառապես աշխատանքային օրենսգրքով են սահմանվում երեխայի աշխատանքի իրավունքի հետ կապված կարգավորումները, ներառյալ օրենսդրական երաշխիքները, որոնց պահպանումը կարևոր է երեխայի ցանկացած աշխատանք թույլատրելու համար, որովհետև կարող է երեխային ներգրավել այնպիսի աշխատանքում, որը թույլատրելի է, սակայն եթե չպահպանեն օրենսդրական երաշխիքները, ապա դա կհամարվի ոչ թույլատրելի աշխատանք։ Մասնավորապես, օրինակ, օրենսգիրքը սահմանում է կրճատ աշխատաժամանակ երեխաների համար, ինչպես օրական կտրվածքով, այնպես էլ շաբաթական կտրվածքով եւ տարանջատված է տարիքային խմբերի։ Օրինակ, մինչեւ 7 տարեկան երեխաներին թույլատրվում է օրական մինչեւ 2 ժամ եւ շաբաթական մինչեւ 4 ժամ ծանրաբեռնվածությամբ աշխատանք, 7-ից 12 տարեկանների համար օրական մինչև 3 ժամ եւ շաբաթական մինչև 6 ժամ ծանրաբեռնվածությամբ, 12-ից 14 տարեկանների համար օրական մինչև 4 ժամ եւ շաբաթական մինչև 12 ժամ, 15-ից 16 տարեկաների համար սահմանվում է շաբաթական մինչև 24 ժամ եւ 17-18 տարեկաների համար շաբաթական մինչև 36 ժամ։ Բացի աշխատաժամանակը կան նաեւ այլ օրենսդրական երաշխիքներ, օրինակ արգելվում է գիշերային ժամերին երեխաներին աշխատանքի ներգրավումը, արգելվում է փորձաշրջան սահմանել երեխաների համար, արգելվում է նրանց հերթապահությունը, ինչպես նաև արգելվում է նրանց աշխատեցնել հանգստյան եւ տոն օրերին։ Որոշակի բացառություններ կան, բայց ընդհանուր կանոնները դրանք են։ Այստեղ կարևոր է նշել, որ խնդիրը ոչ միայն օրենքի առկայությունն է, այլ բացառապես այս համատեքստում այն իրողությունը, թե որքանով է պրակտիկայում այս օրենսդրական երաշխիքները իրական արդյունք ունենում երեխաների համար, որքանով են իրական կյանքում դրանք դառնում կիրառելի եւ հասնում երեխաներին։ Այո, ինչպես գործատում պահպանում, այնպես էլ համապատասխան մարմինը որքանով է հսկում այդ աշխատանքներում ներգրավվածության պայմանների պահպանումը։ Այստեղ շատ կարևոր է նշել հատկապես ոչ ֆորմալ ոլորտում երեխաների ներգրավվածությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական գործունեության մեջ ինքնազբաղված կամ ընտանեկան աշխատանքի ոլորտներում երեխաների ներգրավվածությունը բավականին շատ է։ Տիկին Ալեքսանյան, վերջին տարիներին մենք կարող ենք ավելի շատ լսել, տեսնել հաճախ սկսած սուպերմարկետներից եւ զբաղվածության այլ ոլորտներում շատ երեխաների, որոնք են սրանց պատճառները, կարող ենք խոսել պատճառների մասին, բարդ է խոսել խորքային պատճառների մասին, բայց ամեն դեպքում շատ հետաքրքիր է ինչպիսին է վիճակը, այս պատճառահետևանքային կապը, եւ մենք գիտենք, որ մինչեւ 18 տարեկան ըստ էության երեխաները պարտադիր կրթության մեջ են ներգրաված եւ նրանք այդ իրավունքը պետք է իրացնեն որակապես լավ եւ կրթությունը չտոժի եւ հիմնականում այն կարիքահեն այսպես ընտանիքի պահանջմունքներից են երեխաները գնում աշխատանքի։ Այստեղ չեն հակադրվում այս երկու իրավունքները աշխատելու երեխաների իրավունքը, պարտադիր կրթության իրավունքը եւ ինչպես է ընդհանրապես այստեղ լուծումները կարող ենք լուծումներ տեսնել, թե ըստ էության պետք է աշխատեն երեխաները, որտեղ այդ հնարավորությունը կա ըստ էության, իսկ պարտադիր կրթությունը երևի թե այնքան էլ խիստ չէ, որ թույլ է տալիս ի վերջո այս վիճակի ստեղծմանը։ Շատ կարևոր հարց է։ Պատճառները հիմնականում մի քանիսն են, հիմնական պատճառները, դրանք շատ են, բազմագործոն են եւ փոխկապակցված են պատճառներ սովորաբար լինում, բայց դրանք հիմնականում սոցիալական բնույթի կարող են լինել, այսինքն ընտանիքը հայտնվել է վատ սոցիալական վիճակում եւ երեխան աշխատում է, որպեսզի կարողանա ընտանիքին ֆինանսապես օգնել։ Դա կարող է լինել երեխային աշխատանքը վնաս չէ, ձևակերպման ընդունելի լինելու հանգամանքը, երբ որ ծնողները ներգրավում են երեխաներին աշխատանքներում, ինչպես նաև որոշակի տենդենս դարձած այսպես կոչված գրպանի գումար կամ սեփական եկամուտ աշխատելու վաղ տարիքից, այո, աշխատելու պրակտիկան, որ ձևավորվել է հիմա կամ գայթակղությունը։ Այստեղ շատ կարևոր հանգամանք է, թե որքանով է այդ աշխատանքը խանգարում երեխայի կրթության իրավունքին, քանի որ առաջնայինը այս համատեքստում, բարձրացված հարցի համատեքստում կրթության իրավունքն է։ Մենք այստեղ ունենք օրենսդրական խնդիր, քանի որ 16 տարեկանը համարվում է աշխատանքի մեջ ներգրավելու, մշտական աշխատանքի մեջ ներգրավելու տարիք, իսկ պարտադիր կրթության տարիքը 18 է եւ 18-ն է եւ ստացվում է, որ մենք ունենք այստեղ
բաց եւ 16-ից 18 տարեկան երեխաները հաշվի առնելով նաեւ կրթական համակարգի որոշակի խնդիրներ կամ բացթողումներ առավել գրավիչ են իրենց համար համարում աշխատաշուկայում ներգրավելը, վաղ տարիքից գումար աշխատելը։ Այստեղ շատ կարեւոր մի հանգամանք եմ ցանկանում շեշտադրել, կարեւոր է հասկանալ, որ կարճաժամկետ ապագայում, երբ անձը կարող է աշխատել X գումար, օրինակ օրական 5 կամ 10,000 դրամ եւ կրթություն չստանալ, այս պարագայում ռազմավարական նկարային տեսանկյունից հետագայում, երբ որ կրթությունից դուրս է մնում երեխան եւ կրթություն չի ստանում, նրա եկամուտը ինչ որ մի պահի կանգ է առնում, այսինքն կրթություն չստացած անձը չի կարող այլևս ավելի շատ գումար վաստակել։ Այս ռոպեական այդ գրավչությունը կարող է հետագայի համար, երեխաների ապագայի համար ճակատագրական լինել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Շատ կարևոր դիտարկում է Տիկին Ալեքսանյան։ Իսկ եթե փորձենք ամփոփել, այո, պարտադիր կրթության հետ կապված խնդիր կամ միգուցե սա եւ երեխաների իրավունքների խախտում է։ Եթե ընդհանուր փորձենք գնահատական տալ, արդյոք կարող ենք ասել, որ երեխայի աշխատանքի իրավունքը ըստ էության համապատասխանում է միջազգային իրավական ստանդարտներին, որովհետեւ այստեղ կարող է, եթե գնահատում անցկացվի, կոնկրետ ես չեմ մասնակցել, բայց վստահ եմ դուք այդ փորձը ունեք, եթե կարելի է ամբողջական համապատասխանություն կա, մասնակի անհամապատասխանություն կա, եթե կարելի անդրադառնալ այդ հարցին։ Իլրումն արդեն իսկ նշված խնդրի, որ աշխատանքային տարիքը պետք է առավել նվազ չլինի, քան կրթության տարիքը, որը չի համապատասխանում աշխատանքի միջազգային կազմակերպության 138 կոնվենցիայի, կան նաև այլ հարցեր, որոնք չեն համապատասխանում։ Մեր ընդհանուր օրենսդրության գնահատումը համապատասխանության տեսանկյունից կարող ենք համարել մասամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին, բայց դեռևս կան կարգավորումները կատարելագործելու եւ համապատասխանեցման հարցեր։ Օրինակ, որոշակի հասկացություններ կան, որոնք դեռ տրված չեն։ Օրինակ, թեթև բնույթի աշխատանք, ինչ ենք հասկանում դրա տակ, կամ ընդհանուր երեխայի աշխատանք, ինչ է դա, այդ անգլերեն child labor տերմինը թարգմանված չի այդ եզրույթը։ Այսպիսի հասկացությունների լիարժեք չլինելը կարգավորումներում բարդ է դարձնում ինչպես տեսչական մարմնի աշխատանքը, որը վերահսկում է այս ոլորտը, այնպես էլ գործատուների աշխատանքը, ովքեր կարող են ընդհանուր ընկալում չունենալ, եթե հասկացությունները տեղում չեն։ Եվ շատ կարևոր մի բաց ունենք, որը մեծապես ազդում է այս համակարգում առկա խնդիրների վրա, դա ոչ ֆորմալ աշխատանքներում երեխաների ներգրավվածության վերահսկողության բացն է։ Սա գալիս է այն կարգավորումից, որը աշխատանքային օրենսգրքում է եւ դրա համաձայն աշխատանքային հարաբերությունները համարվում են բացառապես ֆորմալ հարաբերություններ, երբ որ կա աշխատանքային պայմանագիր։ Հետևաբար այն երեխաները, ովքեր ընդգրկված են ոչ ֆորմալ, առանց պայմանագրի աշխատանքներում, այնպիսի ոլորտներում, որը դուրս է աշխատանքային հարաբերություններից, աշխատանքային օրենսգրքի կարգավորման շրջանակից, նրանք իրականում չեն կարողանում օգտվել այս օրենսդրական երաշխիքներից եւ վերահսկողական մարմինը, որը պատասխանատու է օրենքների, այո, նորմերի կիրառման համար, դրանց վերահսկման համար, այդ տեսչական մարմինն էլ չունի այդ լիազորությունը ոչ ֆորմալ ոլորտում կատարելու ստուգայցեր եւ հայտնաբերելու խախտումները երեխաների աշխատանքային իրավունքների հետ կապված։ Եվ այստեղ մի հարց է մյուս առաջանում տեսչական մարմնի հետ կապված։ Եթե չունի, այստեղ արդեն խնդիր է ոչ ֆորմալի հետ կապված, իսկ ֆորմալի հետ կապված կարող ենք ասել, որ առողջության եւ աշխատանքի տեսչական մարմնին վերապահված մանդատի շրջանակներում նախ ստուգայցերի հետ կապված մանդատի կրկնության առումով մենք գիտենք ստուգայցերը հիմնականում պլանային են լինում։ Խնդրում եմ այս մասին էլ խոսենք, որովհետեւ հաճախ այն հարցն է բարձրացվում անկախ հետազոտողների կողմից տարբեր տեսչական մարմինների մասով, ոչ միայն իհարկե այս կոնկրետ տեսչական մարմնի մասին, որ հիմնականում տեղեկացված են լինում, որտեղ որ պետք է ստուգում իրականացվի, պատրաստված են, բայց շատ չլինում եւ այդ սխալները, խախտումները շատ դժվար է բացահայտել եւ այդ մասին նույն հաշվետվություններում տեսչական մարմինների չի մտնում, ավելի իդեալական կողմն է մտնում կոնկրետ եւ այստեղ մենք չենք բախվում, կարծես թե լատենտային պահում ենք բոլոր խախտումները, մի քիչ էլ մեր մշակույթին մոտ է փակել խնդիրները եւ չբարձրաձայնել։ Այստեղ ինչ կասեք տեսչական մարմնի մանդատի մասով։
Իրավագիրար պրակտիկան ներկայումս ամենաթույլ օղակն է այս համակարգի եւ առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի մանդատը իրականում սահմանափակված է աշխատանքային օրենսգրքով, հետեւաբար ոչ ֆորմալ ոլորտում որևէ ստուգայց կատարելու, որևէ ստուգումներ իրականացնելու եւ վերահսկողություն իրականացնելու լիազորություն այս տեսչական մարմինը չունի։ Ստացվում է, որ մեր օրենսդրությունը ճակերտավոր ասած տեսնում է միայն ֆորմալ աշխատանքում ներգրաված երեխաներին եւ ոչ ֆորմալ աշխատանքում ներգրաված երեխաները տեսանելի չեն օրենսդրության համար։ Բացի այդ, ստուգայցերի հետ կապված միայն կարող են հայտարարված, պլանավորված ստուգայցեր կատարել եւ համապատրաստի ստուգայցեր չեն կարող կատարել, ինչը թույլ է տալիս խախտումները նախապես վերացնել, եթե գործատուն տեղյակ է, որ ստուգայց է տեղի ունենալու։ Բացի այդ, կան օրենսդրական նորմեր, որոնց կիրառումը սահմանափակ լինելու մանդատի տեսչական մարմնի մանդատի սահմանափակ լինելու տեսանկյունից անհնար է իրացնելը։ Օրինակ, եթե արգելվում է գիշերային ժամանակ երեխաներին աշխատանքի ներգրավելը, բայց տեսչական մարմինը չունի գիշերային ժամանակ ստուգայց անելու ընդհանրապես իրավասություն, հետեւաբար այս նորմը բացառապես պրակտիկ իրառում չունի, մնում է գրված պարզապես եւ որևէ իրավակիրառում չի ստանում։ Շատ բարի, ես հիշեցնեմ ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք երեխաների աշխատանքային իրավունքի մասին, աշխատաշուկայում երեխաների ներգրավվածության, իրավական տարբեր հարցերի մասին, արդյոք որ աշխատանքներն են արգելված, որոնք են թույլատրելի, երբ կարելի է աշխատաժամանակը, քանի ժամ նրանք աշխատանքային ժամանակ ունեն, ու արդյոք ունեն նրանք հանգստի իրավունք, ինչ մարմինն է իրականացնում նրանց աշխատանքի նկատմամբ օրենսդրության կատարման հսկողություն եւ այլ հարակից հարցերի շուրջ եւ այս թեմայով քննարկելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել իրավաբանական գիտությունների թեկնածու սահմանադրագետ, երեխաների իրավունքների հարցերով փորձագետ Նարինե Ալեքսանյանին։ Տիկին Ալեքսանյան, շարունակելով մեր զրույցը, դուք ձեր խոսքում անդրադարձաք երեխաների կողմից իրականացվող վտանգավոր աշխատանքի մասին։ Այ եթե կարելի է կարող ենք այս թեմային անդրադառնալ, ինչ ասել է վտանգավոր աշխատանք եւ արդյոք ոչ միայն իրավական կարգավորման տեսանկյունից, այլ ինչպիսին է պրակտիկան, կարող են երեխաները ներգրաված լինել վտանգավոր աշխատանքներում, բայց գործատուն այդ մասին լրի օրինակ, ինչպիսին է կարգավորումը։ Այն ինչ որ աշխատանքային օրենսգրքով սահմանված է որպես արգելված աշխատանք, դրանից բացի կառավարության 2308 Ն որոշմամբ սահմանված է վտանգավոր, վնասակար, առավել վնասակար ծանր աշխատանքների ցանկը, սակայն այդ ցանկը ոչ թե կոնկրետ ոլորտներով է առանձնացված, այլ որոշակի գործոններ են սահմանված։ Օրինակ, քիմիական գործոնների ազդեցությամբ աշխատանքներ, ֆիզիկական գործոնների ազդեցությամբ աշխատանքներ, օրինակ ինչքան ծանրություն, ինչ ժամանակահատված, ինչ տարածք երեխան կարող է տանել, բերել եւ այլն։ Տարբեր գործոններով պայմանավորված են սահմանված, արգելված այդ վնասակար աշխատանքները։ Այնուամենայնիվ այս կարգավորվածությունը իմ գնահատմամբ բավականին բարդ է եւ հասանելի չէ սովորական գործատուի համար, որովհետեւ ինքը կարողանա գնահատի արդյոք այս կամ այն աշխատանքը հաճախ այն գնահատման տեսանկյունից մեխանիզմներ, գործիքներ չեն ունենում։ Բացի այդ կան հասկացություններ, որոնք անորոշ են, օրինակ բարձրության վրա աշխատանք, սահմանված չէ թե ինչքան բարձրության վրա աշխատանք, այո։ Եվ կարծում եմ, որ այս ցանկը վերանայման կարիք ունի եւ բացի այն, որ գործոններով է սահմանված, նաև համատեղված է հղի կանանց համար եւ երեխաների համար կարգավորումները եւ առանձին երեխայկենտրոն կարգավորումներ արկա չեն։ Տարանջատված չէ ըստ տարիքի երեխաների առանձնահատկությունները, ընդհանուր մինչեւ 18 տարեկանն է գրված ըստ սեռի, ֆիզիկական առանձնահատկությունների, օրինակ աղջիկների եւ տղաների։ Այսպիսի տարանջատվածություն արկա չէ։ Կան ոլորտներ, որոնք ընդհանրապես կարգավորված չեն, հաշվի առնելով հասարակական հարաբերությունների թվային դարաշրջանի մեր զարգացումները, օրինակ թվային ոլորտում երեխաների ներգրավվածություն աշխատանքում ընդհանրապես որևէ կերպ սահմանված չէ, դրա հետ կապված բնականաբար սահմանափակումներ, այո, դրա հետ կապված չկան որևէ կարգավորումներ։ Այս տեսանկյունից մենք վերանայման կարիք ունենք օրենսդրության։ Հուսամ մեզ լսում են իրավասուները եւ հաշվի կառնեն մոտեցումների առումով եւ Տիկին Ալեքսանյան, տեսեք, շատ
կարևորը ինչպիսի օրենսդրություն ունենք, որքանով է այն համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Մենք գնահատում ենք, որ հիմնականում համապատասխանում են, բայց կան բացթողումներ օրենսդրության մեջ, կան անհամապատասխանություններ, բնական է ցանկացած երկրում էլ լինում են, որտեղ դա գործընթաց է, որի ընթացքում պետությունը այսպես process-ի մեջ է գտնում եւ հարմարեցնում է իր օրենսդրությունը, փոփոխում է, լրացնում է եւ այլն։ Մյուս կողմն է, որը իրական է դարձնում այս օրենսդրության որակ հասկացությունը, երբ որ կա իրավագիրար պրակտիկա։ Այ խնդրում եմ կասեք, ինչպիսին է իրավագիրար պրակտիկան եւ ինչ խնդիրներ կան այս առումով։ Իրավագիրար պրակտիկան շատ սակավ է, կարող եմ այսպես գնահատել, եւ կատարած ստուգայցերից շատ քիչ դեպքերում է, որ երեխաների արգելված աշխատանքի հետ կապված կամ երեխաների աշխատանքի հետ կապված աշխատանքային օրենսգրքի նորմերի խախտում է դիտարկվում։ Օրինակ 2023 թվականին 446 ստուգայց է կատարվել, որից ընդամենը 2-ի դեպքում է, որ արձանագրվել է երեխայի աշխատանքային իրավունքների խախտում, բայց սա խոսում է ոչ թե նրա մասին, որ չկա երեխաների աշխատանք, այդ արգելված աշխատանքներում ներգրավվածության ռիսկ, այլ խոսում է նրա մասին, որ մենք հայտնաբերման գործիքակազմի տեսանկյունից, մեխանիզմների տեսանկյունից ունենք որոշակի բացեր։ Շատ կարևոր է, որ առավել ռիսկային միջավայրերը վերահսկողության ենթարկվեն եւ ոչ թե պետք է սպասել բողոքների, դիմումների կամ պլանային ստուգայցերի, որը տարեկան կտրվածքով որոշակի տարեկան պլանների շրջանակներում է տեղի ունենում, այլ ռիսկահեն հայտնաբերմամբ զբաղվել, այսինքն առանձնացնել առավել ռիսկային գոտիներ, օրինակ գյուղատնտեսություն, շինարարություն, որտեղ առավել շատ երեխաներ ներգրավում են եւ կատարել այցեր։ Իհարկե, այս ամենը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ։ Պետք է մանդատը ընդլայնվի տեսչական մարմնի, որպեսզի տեսչական մարմինը կարողանա այդ ստուգայցերը կատարել։ Բացի այդ, կարծում եմ, որ պետք է համագործակցությունը ուժեղացնել, ավելի սերտ դարձնել դպրոցների, համայնքների, սոցիալական աշխատողների, ոստիկանության, որպեսզի այդ դեպքերը կարողանան առավել հաճախ եւ մեծ թվով հայտնաբերվել եւ վաղ հայտնաբերվել եւ երեխայի իրավունքները այս առումով չխախտվի։ Դատական պրակտիկան կարծես եւս այս իմաստով չի առանձնանում եւ որքանով ինձ հայտնի է, խնդրում եմ հաստատեք, դատական գործեր էլ այս մասերով սակավ են կամ երևի թե չկան։ Քանի որ դատական գործերը հիմնականում վարչական ակտերի բողոքարկման արդյունքում են ձևավորվում, այսպես ասած, մենք չունենք, քանի որ չունենք վարչական ակտեր, քիչ ակտեր են եւ չունենք նաեւ բողոքարկված վարչական ակտեր, հետեւաբար դատարանները չեն մեկնաբանում օրենքները, իսկ այս դեպքում չենք մեկնաբանել այս պարագայում։ Սա շատ բացասաբար կարող է ազդել իրավագիրար պրակտիկայի վրա, որովհետեւ օրենքի նորմերի մեկնաբանություններ մենք չունենք, որը կարող է եւ տեսչական մարմնի համար չափանիշ լինել եւ գործատուների համար առավել կանխատեսելի դարձնել իրենց գործողությունները եւ համապատասխան դարձնել իրենց գործողությունները օրենքների օրենսդրական կարգավորումների։ Տիկին Ալեքսանյան, եթե փորձենք այսպես որպես ամփոփիչ ուղերձ առանձնացնել երկու խումբ ռադիոլսողներին, առաջինը իրավասուներին, որը կլինի ձեր ուղերձը, ամփոփումը, եւ մյուս ամփոփիչ ուղերձը երևի թե ծնողներին ուղված կլինի, որը կլինի ձեր կոչը ծնողներին այդքան չմղեն իրենց երեխաներին աշխատաշուկա, առավել եւս այնպիսի վտանգավոր աշխատանքներում, որը կարող է իրենց առողջության վրա ազդել, զարգացման վրա ազդել եւ այլն, որ խնդրեմ ներկայացրեք։ Շնորհակալ եմ։ Ծնողների առումով ես կուզենայի նշել հետեւյալը, իհարկե հասկանալով, որ տարբեր սոցիալական կամ այլ իրավիճակներ կարող են լինել, բայց ընդհանուր ամփոփումը կարող է այսպես հնչել։ Երեխայի աշխատանքում ներգրավվածությունը ոչ միայն պետք է դիտարկել երեխայի որպես աշխատանքային իրավունք, այլ շատ ավելի կարևոր է այն դիտարկել երեխաների պաշտպանվածության իրավունք եւ շատ կարևոր է որ աշխատանքի ներգրավվածությունը չխախտի նրանց առողջությունը, չվտանգի առողջությունը, չխախտի իրավունքները, բարոյականությունը, նրանց վրա բացասաբար չազդի, նրանք հանգստի նրանց իրավունքը չխաթարվի եւ առավելապես որը շատ ավելի կարևոր է, քանի որ դա ազդում է երեխայի
Ընդհանուր ձևավորման վրա այդ տարիքում երեխաները գտնվում են իրենց այդ առավել կարևոր որպես անհատ ձևավորման փուլում եւ այս բացասական գործոնները կարող են նրանց վրա ազդել բացասաբար։ Ինչ վերաբերում է պատկան մարմիններին, ես տեղյակ եմ, որ որոշակի գործընթացներ կան նոր օրենքի ընդունումից հետո, որ այս ուղղությամբ պետք է կատարվեն աշխատանքներ, ներառյալ ենթարդարական ակտերի փոփոխություններ, այլ գործիքակազմերի մշակումներ, ինչը շատ ողջունելի է։ Ես այստեղ կարևորում եմ, որ իրավական տեսանկյունից, որ իրավական երաշխիքները առավելապես դառնան իրականություն եւ դրա համար ստեղծվեն բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու գործոնները վերահսկողությունը ուժեղացնելու, մանդատը լայնացնելու տեսչական մարմնի եւ այլ իրավական միջոցներով, այսինքն չունենանք հերթական գրված նորմերը թղթի վրա, այլ ունենանք իրականում պաշտպանված երեխաներ։ Երևի այս խմբում ճիշտ կլիներ նաև ներառել գործատուներին։ Իսկ գործատուների կողմից որքանով է անհրաժեշտ վերջիներիս իմացությունը երեխաների իրավունքներին տիրապետելը։ Ես հասկանում եմ, որ օրենսդրության բացերը երբեմն դժվարացնում են այդ գործընթացը, բայց այնուամենայնիվ արդյոք նրանք պետք է իմանան, երևի թե պարտավոր են, հարցադրումը սխալ էր, պարտավոր են տեղեկանալ, որ երեխաների վտանգավոր աշխատանքներում օրինակ չի կարելի ներգրավել կամ չգիտեմ 2 ժամից ավել չի կարող ներգրավել երեխան, եթե 7-ից 9 տարեկան է եւ այլն։ Արդյոք մենք կարող ենք ասել, որ գործատուները բնականաբար դժվար է գնահատել, բայց մոտեցումներից տարբեր ելնելով, որ գործատուները տեղյակ են եւ ինչի վրա նրանք պետք է կառուցեն իրենց աշխատանքը նման դեպքերում։ Գործատուների տեղյակ լինելը, իրազեկված լինելը, կարծում եմ խոցելի կողմերից է եւ լինում են դեպքեր, որ գործատուն շատ ցանկանում է օրենքին համապատասխան պրակտիկա ունենալ, սակայն իմացության բացի պարագայում եւ այլն չի կարողանում իր աշխատանքային հարաբերությունները տվյալ երեխայի հետ ճիշտ օրենքին համապատասխան կառուցել։ Այստեղ ես տեսնում եմ կարևոր աշխատանքի տեղ արմիությունների կողմից, տեսչական մարմնի կողմից իրազեկման միջոցառումներ, իրազեկման թերթիկներ, քայլ առ քայլ ուղեցույցներ, ինքնաստուգիչ հարցեր, որոնք որ կարող են առավել պարզեցված ձևով օրենսդրական նորմերը հասցնել գործատուին։ Նույնը կարող է լինել եւ ծնողների համար եւ երեխաների համար։ Ընդհանուր առմամբ մենք այդ համակարգային բացը ունենք, որ օրենքները ոչ թե բացը, այլ խնդիրը ունենք, որ օրենքները բարդ են գրված, իրավաբանների համար են գրված, այսպես ասած, եւ միջին վիճակագրական քաղաքացիները կարդում են եւ չեն հասկանում։ Նման իրականություն է։ Այո, եւ բոլոր ոլորտներում կարծում եմ դրա կարիքը մենք ունենք, որպեսզի կարողանանք առավելապես հեշտ հասանելի լեզվով գրված ուղեցույցներ ունենանք, տեղեկատվական իրազեկման նյութեր ունենանք, որպեսզի հնարավորինս շատ իրազեկված լինեն բոլորը, եւ գործատուն, որպեսզի չխախտի, քանի որ գործատուն չի ուզում խախտի, եւ երեխաները, որպեսզի կարողանան իրենց իրավունքները պաշտպանել, իմանան ուր դիմել։ Իսկ կթատելու համար երեխաներին ինչ կոչ կանեք, որոնք կամ արդեն աշխատում են, կամ ցանկանում են աշխատել, այսպես։ Ես կարծում եմ, որ պետք է կարողանալ ճիշտ հավասարակշռել կրթությունը եւ աշխատանքը, տուրք տալով ոչ թե ավելի շատ աշխատանքին, այլ կրթությանը։ Աշխատանքը կարող է լինել 2 ժամով, որպեսզի չխանգարի կրթությանը եւ հանգստին չխանգարի եւ զարգացմանը չխանգարի։ Այս տեսանկյունից շատ կարեւոր է հավասարակշռումը։ Եթե հնարավոր չէ հավասարակշռել, ապա երեխայի զարգացման վրա մեծ ազդեցություն ունի։ Թեև ես կարող եմ նշել, որ հատկապես մարզերում մենք ունենք շատ դեպքեր, որ սոցիալական վիճակից ելնելով երեխաները ընդհանրապես դուրս են մնում դպրոցներից, այո, կրթությունից եւ դա շատ վատ կարող է անդրադառնալ երեխայի ապագայի վրա։ Հեռանկարային առումով երեխան ինքը կարող է այդ պահին չգիտակցել, թե ինչ ազդեցություն դա կարող է ունենալ, իսկ մնացած դեպքերում ծնողն է կրում պատասխանատվություն, ծնողը ավելի հասուն է եւ ծնողը պետք է ավելի աչալուր լինի, եթե երեխան աշխատում է, ապա ինչ պայմաններում է աշխատում, ինչքան աշխատաժամանակով է աշխատում եւ այլն։ Սա շատ կարեւոր է։ Շնորհակալություն եմ հայտնում շատ կարևոր թեմային անդրադառնալու հնարավորության համար եւ կարևոր այն շեշտադրումների համար, որը որ կհրավիրի թե իրավասու մարմինների, թե
գործատուների, թե ծնողների եւ թե երեխաների ուշադրությունը այս հարցերում լինել ավելի զգուշավոր եւ ավելի հեռահար եւ հեռանկարային նայել իրենց կյանքի այսպես պլանավորման հարցերում։ Ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք զրուցում ենք աշխատաշոկայում երեխաների ներգրավվածության իրավական կարգավորումների բացերի մասին եւ մեր հյուրն է իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ, երեխաների իրավունքների հարցերով փորձագետ Նարինե Ալեքսանյանը։ Ես հիշեցնեմ, որ մեր հաղորդումը կարող եք նաեւ դիտել armradio.am կայքում, ձեր փաստաբանը այդ բաժնում, ինչպես նաեւ YouTube-ով կարող եք լսել եւ միաժամանակ նայել։ Եվ կրկին հիշեցնեմ, ձեզ հետ է հաղորդման վարող եւ հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։